Բարև ձեզ իմ հրաշք ժողովուրդ, ես և Կեշան ողջունում ենք ձեզ, ցանկանում յուրաքանչյուրը, որպեսզի ապրի առողջ և երջանիկ։ Իհարկե այսօր խոսելու ենք դրա համար բրոկոլիի մասին, որը բոլորս գիտենք դյուրամարս է, անգամ երեխաներին փոքր տարիքից այն թույլատրվում է օգտագործել։ Իհարկե բրոկոլին հաճախ յուրաքանչյուրը խաշում են, հաշելուց հետո նոր օգտագործում, ոչ։ Մի հատ մտցնում ենք եռման ջրի մեջ, ընդհանրապես հաշվում ենք եռման ջրի մեջ 1, 2, 3, 4, 5 մինչև 10 եւ հանում։ Պատկերացնում եք եւ օգտագործում հենց այդպես աղցանների մեջ, որովհետեւ այն եթե խաշում ենք, այլ նյութերը նրա մեջ գտնվող բոլոր հրաշալի վերանում են, դառնում են կիսով չափ։ Նրա ամենահրաշալի հատկություն ունեցողը դա բրոմելանն է, որը կարգավորում է ամբողջ օրգանիզմի ընդհանուր վիճակը, խթանում, հակաուռուցքային է, հակամիկրոբային է, ունի հակաբորբոքային ազդեցություն, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, շատ լավ է ազդում լյարդի ֆունկցիայի վրա եւ հաճախ նույնիսկ ասում են, որ բրոկոլի օգտագործենք, որպեսզի մենք նիհարենք, որովհետև կալորիականությամբ 100 գրամի մեջ ընդամենը 46 կիլոկալորիա, A, B, C, D, E, մագնի, կալցի, կալի, սիրտանոթային համակարգի համար, մկանների համար, լյարդի համար, պատկերացնում եք ինչպիսի հրաշք սննդատեսակ բանջարեղեն, որը պետք է գնահատենք եւ մեր սննդի մեջ անպայման մտցնենք ոչ թե ճաշատեսակների, այլ աղցանների եւ այն էլ կիսահուն վիճակով, որովհետեւ այն հենց կիսահուն վիճակով է շատ օգտակար։ Եթե խաշված է, այն արդեն օգտակար այդպես չի կարող լինել։ Դրա համար օգտագործում ենք բրոկոլի, բնության տված հրաշք սննդատեսակ բանջարեղեն, որը առաջինն է իր տեսակով վիտամին C-ի քանակությամբ եւ սննդարար հատկություններով առողջության հատկապես վրա բարերար ազդեցությամբ։ Դրա համար օգտագործում ենք եւ աղցանների, եւ ճաշատեսակների, եւ հենց այսպես վերցնում ենք, հենց կարող եք այսպես վերցնել եւ ուտել, այն օգտակար է։ Ուտում ենք, հենց այսպես, եւ լինում ենք միշտ առողջ։